Երևանի ավականու ընտրություններից հետո այսպիսի խոսակցություն կարելի է լսել ցանկացած բակում։ Սա աղել ասում եմ փող եմ բաժանել, ես ոչ մեկին ոչ գնացել եմ, ոչ ինչի խափեմ։ Որ մեզ չտվիններում են տվին, չհասկացան, որ միայն 82 տարեկան։ Քեզ ինչ պետք է տային, շատ պետք է սա, ով ուզում է ընտրվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով ընտրություններում ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ։ Առաջին տեղում ՀՀԿ-ն է, որին հաջորդում է ԲՀԿ-ն եւ Բարև Երևան կուսակցությունների դաշինքը։ ՀՀԿ-ն այս ընտրություններում կրկին պահպանեց իր մեծամասնությունը։ Որ փոփոխություն չկա ոչ մի ամ։ Ինչու են այսքան գերածախսանում, ինչու են ժողովրդին այսքան մեղք ու կրակ ժողովրդի խափում։ Ինչի համար։ Ընտրվում էր, ինչ էր, ընտրություններումն էր պետք է խափեբա ընտրությունները։ Զարյանը մահացել է 94 թվին ցուցակում կարել, ինչ ասեմ, շատ էլ մի հարցեր է։ Դերասան Ռազմիկ Խոսրոևն էլ որևէ վատ բան չի տեսնում, որ Երևանի քաղաքապետի աթոռը կրկին պետք է զբաղեցնի Տարոն Մարգարյանը, սակայն գտնում է, որ երևանցիները պետք է տեսնեն մի նոր ձեռագիր։ Բացի ծաղիկներից եւ ջրելուց փողոցները գուցե եւ ամենակարևոր կապը ստեղծի Երևանցու կապը Երևանի հետ։ Երևանցիները նաև ոգևորվել են Տարոն Մարգարյանի հաղթանակից։ Այդ մարդու արած աշխատանքը տեսել են կարծեմ։ Ինքը շատ լավ ղեկավար է, իրանից բացի ոչ մեկին չենք տեսնում։ Ուրախ ենք եւ շատ մեծ հույսեր ենք կապում նրա հետ։ Այս կինն էլ ով իր ձայնը չի տվել ՀՀԿ-ին յուրօրինակ խոսք ուղղեց Տարոն Մարգարյանին։ Դուք հաղթեցիք, բայց մենք չենք պարտվել։ Դուք ընդհանրապես հանրապետականություն եք ստեղծել, իսկ մենք ընդդիմադիր սովորական մարդիկ պիտի ստեղծենք պետություն, որը դեռևս չունենք։ Հանրապետականություն դա չի նշանակում պետություն։ Մենք ընդդիմադիրներ ենք, սովորական մահկանացուներ ենք եւ ոչ թե իշխանություն վերարտադրողներ, ինչպես կայացավ երեկ։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, EPF։